Մենք շատ երկար տարիներ արդեն գնում ենք մի սխալ ճանապարհով, անընդհատ մեզ փորձում ենք համոզել, որ ուրիշներն են մեղավոր եւ թշնամիներն են կամ, չգիտեմ, ռուսներն են կամ ամերիկացիներն են կամ եւ։ Հայկական ձևի ասած պլստալու ենք եւ այս անգամ ինչ որ կանցնի կգնա, բայց դե անհրաժեշտ է որ հավերժ ու դրատակից փախնես։ Սյունիքը իմ ամենասիրված տեղն է եւ ես միշտ ասում եմ, որ ինձ թվում է, որ իմ հոգին Սյունիքում է ապրում։ Որ Եռաբլուրի կողքով անցնում ենք, Հայկը հարցնում է, բայց սա ինչ է եւ այլն, ու այդ ժամանակ դու չես կարող համենայն դեպս ես չեմ էլ ուզում ինչ որ մի ուրիշ հեքիաթ իրեն պատմեմ։ Դա իմ երևի ամենամեծ արժեքներից է, որը որ ես ունեմ։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան աշխարհահռչակ ջութակահար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ ժամանակ գտաք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ 1 տարի առաջ դուք Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկացու հավունը կատարելուց առաջ խոսք ուղեցիք դահլիճին, ես հիմա մեջ կբերեմ այդ խոսքից փոքրիկ հատված, ասում եք առանց պատմական Հայաստանի, առանց մեր պատմության, մշակույթի, առանց այդ արժեքների ես իմաստը չեմ տեսնում ապրելու եւ ստեղծագործելու։ Դուք ասում եք մի ժամանակաշրջանում, երբ թե պատմական Հայաստանը, թե մեր խորհրդանիշները, թե մեր հիշողությունը, թե պատմությունը, ինքնությունը թիրախավորվում են, եւ դա արվում է ամենաբարձր մակարդակում։ Եվ այս պայմաններում շատ կարևոր է, որ հատկապես էլիտաները, մտավորականները դիմադրեն դրան։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ ոչ միայն չեն դիմադրում, այլ նաև կան մարդիկ, որոնք ուղակի կամ անուղակի դառնում են այդ քարոզչության մաս։ Այսինքն ոչ միայն հաշտ են այս ամենի հետ, այլ նաև կարող են ապրել ու ստեղծագործել այս պայմաններում։ Դուք ինչով դա կբացատրեք, ինչու։ Երևի այդ հարցը այդքան էլ ինձ չպետք է ուղղեք, այլ այն մարդկանց, որոնք որ այդ ամեն ինչով հաշտեն, ինձ դժվար է դա պատասխանել։ Ամեն մեկի ունի իր դրդապատճառները, ես կարծում եմ։ Գիտեք, մինչև մարդկանց դատել ուղղակի նաև մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ իմ երաժիշտ լինելը համեմատ շատերին, որոնք որ այստեղ են ապրում, ես ունեմ այդ առումով շատ ավելի շատ ազատություններ։ Երբևիցե մենք դա չպետք է ոնց որ անտեսենք, դա չի նշանակում, որ մարդիկ չպետք է արտահայտեն այն ինչ որ իրենք մտածում են, իհարկե, եւ ուղղակի ես միշտ հաշվում եմ, որ ես ունեմ այդ ազատությունը, քանի որ ես կապված չեմ Հայաստանի հետ իմ առօրյա կյանքով եւ իմ, չգիտեմ, թե ֆինանսական կյանքով եւ այլն, եւ դրա համար ես ունեմ այդ առումով շատ ավելի շատ ազատություններ ասել այն ինչ որ ես մտածում եմ։ Արդյոք ես նույնը կասեմ, ես կարծում եմ, որ ես նույնը կասեի, եթե լինեի նույնիսկ Հայաստանում, բայց մինչև դա տեղի չի ունենում եւ մինչև դու այդ միջավայրում չես ապրում եւ չես փորձում ստեղ ինչ որ մի բանով զբաղվել, ես չեմ կարող այդ ժամանակ մարդկանց ոնց որ մեղադրել, որ իրանք միգուցե այդքան ինչ որ կաշկանդվածություններ ունեն, որովհետեւ իրանք, չգիտեմ, ունեն միգուցե նվագախումբ կամ իրանք ինչ որ մի կերպ կապված են այստեղի կյանքի եւ այստեղի նաեւ միգուցե իշխանությունների հետ, որոնց որ ինչ որ չափով կարող աջակցում են կամ չեն անում, դրա համար չեմ սիրում ես ուղղակի մարդկանց ոնց որ վիտակավորել այդ առումով, բայց ամեն մեկը ես կարծում եմ, որ իր սկզբունքները պետք է ունենա եւ շարժվի իր սկզբունքներով։ Ուղղակի մարդիկ, որոնք որ ստեղ ապրում են, կարծում եմ, որ այդ առումով ավելի մեծ դժվարություններ ունել, քան թե ինպես մարդիկ եւ ինպես արվեստագետներ կամ ուրիշ բնակավարի մարդիկ, որոնք որ այդ առումով շատ ավելի ազատ են։ Սովորաբար էլիտա համարվող մարդիկ, մտավորականները ունեն առաքելություն եւ իրենք այդ առաքելության ճանապարհին չպիտի տրվեն գայթակղությունների։ Իրենք գիտակցաբար են ընտրում այդ ճանապարհը, իսկ այդ ճանապարհը այն է, որ անկախ գայթակղություններից եւ դժվարություններից դու պիտի մարդկանց ուղղորդես արժեքների ճանապարհով։ Եվ այս իմաստով իրենք որոշակի տարբերություն ունեն շարքային քաղաքացիներից եւ դրա համար է, որ մենք ունենք սպասելիքներ, որ վարկ կթելադրեն հանրությանը։ Այո, դե իհարկե,
պատասխանատվություն կա։ Դուք մեր մշակույթի դերի ու կարևորության մասին եք պարբերաբար խոսում, ասում եք, որ որպես երաժիշտ դուք չէիք ունենա այն զգացմունքները, եթե չլինեիք ազգությամբ հայ եւ եթե չլինեիք այն մշակույթի կրողը, որ որպես հայ կրում եք, եւ հա, մշակույթը ինքնության բաղադրիչ է, իմունիտետ է, որ այդ ճգնաժամային իրավիճակներում կարողանում է այդ արհեստական շնչառության դերակատարումը անել եւ այդ շրջանում փրկել, որտեղ եթե դու կապվածություն ունես քո մշակույթի հետ, ժառանգությունը ճանաչում ես, ամենադժվար իրավիճակներում դու չես կարողանում մոռանալ, թե դու ով ես, քո դեմքի մասին չես մոռանում։ 20 թվականի պատերազմից հետո մենք ակնհայտորեն իմաստները կորցրել ենք, նաև մեր դեմքն ենք կարծեք թե կորցրել։ Բայց երևի թե ամենավատը դա չէ, այլ ամենավատը այն է, որ մենք չենք գիտակցում, որ դա կորցրել ենք եւ պիտի դրանք փնտրենք։ Լրիվ համաձայն եմ եւ կարծում եմ որ երևի թե այս վերջի 44 օրյա պատերազմից հետո մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, ինչ որ նաև անգել ենք, չգիտեմ, դա կոչեմ շոկային ինչ որ իրավիճակ, որը որ բերել է ցավոք սրտի ինչ որ չափով համենայն դեպս ես եմ այդ զգում ինչ որ անտարբերություն ընդհանրապես ինչ է կատարվում եւ ինչ այս ողբերգությունից հետո մենք ինչ ճանապարհով ենք գնալու եւ այդ ողբերգությունը եւ այդ անտարբերությունը, որ մենք որի մեջ մենք դեռ գտնվում ենք, երևի ուրիշ ուժերը օգտագործում են, որ անեն այն լուծեն այն խնդիրները, որ իրանք հաշվում են, որ պետք է լուծեն, որ իհարկե մեր ազգին ընդհանրապես դեպի լավ ուղղություն չի տանում, բայց ճիշտ ասած ինչքանով ես հասկանում եմ, ես մասնագետ չեմ այդ ամեն ինչի, բայց ինչքանով ես տեսնում եմ 44 օրյա պատերազմը մենակ չի դա հանգուցալուծում էր ինչ որ ճանապարհի, որ մենք շատ վաղուց էինք արդեն այդ երկաթ գծերը այդ ճանապարհով գնում եւ ինք ուղղակի եկավ եւ այս վերջի արդյունքը եղավ սրա, միգուցե սա նույնիսկ դեռ վերջի արդյունքը չի, դեռ սա էլ չգիտենք։ Այսինքն կարող ավելի վատ էլ հա լինել։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որովհետև քանի մենք դեռ չենք արթնանում եւ քանի մենք դեռ չենք գիտակցում մեր խնդիրները եւ այս ամբողջ ինչ որ չափով ես դա ավելի շուտ ասում եմ այն սուտը, որի մեջ մենք շատ վաղուց արդեն ապրում ենք, նաեւ որպես հասարակություն, նաեւ սկսած մեր մտածելակերպի խնդիրներից, էլի ոչ միայն հիմա քաղաքական էլիտայի մասին է խոսքը կամ քաղաքականության մասին է խոսքը, այլ որտեվ ես տեսնում եմ, որ այդ այսօրվա, եթե մենք հանդուրժում ենք այսօրվա քաղաքական էլիտային եւ այդ մարդկանց, որոնք որ այսօր որոշումներ են կայացնում, ուրեմն մենք ինչ որ մի մասնիկ ենք դրա։ Ինչքան է իհարկե հիմա ամեն ինչ ընդհանրացնում ենք, քան իհարկե բացառություններ եւ մարդիկ, որոնք որ պայքարում են դրա դեմ, բայց մենք մեծ իմաստով ինչքան դա կոպիտ է միգուցե լսվում, բայց արժանի ենք այն ինչ որ մենք այսօր ունենք։ Եվ այդ գալիս է նրանից, որ ինձ թվում է մենք շատ երկար տարիներ արդեն գնում ենք մի սխալ ճանապարհով եւ այսպես ասած ստի ճանապարհով, որը որ մենք անընդհատ փորձում ենք այդ գալիս է այդ բոլոր այդ նույնիսկ անհատական հա մակարդակի վրա է որ խոսում ենք այդ բոլոր խոսույթներից, որ մենք չենք ուզում տեսնել ընդհանրապես մեր սխալները, ոչ թե մենակ որպես ազգ, այլ նույն անհատները իրենց ընտանիքներում եւ չեն միշտ մեղավոր են ուրիշները, մեր անհաջողությունների համար մեղավոր են ուրիշները եւ քանի մենք դեռ շատ եմ ես ինձ ասել, բայց քանի մենք դեռ ունակ չենք հայլու մեջ նայել եւ իրականում տեսնել մեր դեմքը եւ տեսնել նաեւ մեր բոլոր խնդիրները ինչու ենք մենք եկե եւ ինչի ենք մենք այսինքն իրականությունից կտրված խնդիր ունենք եւ մենք ապրում ենք ինչ-որ մի հատ ուրիշ իրականության մեջ կամ ուրիշ սուտ իրականության մեջ, որ անընդհատ մեզ փորձում ենք համոզել, որ ուրիշներն են մեղավոր եւ թշնամիներն են կամ չգիտեմ ռուսներն են կամ ամերիկացիներն են կամ եւ մարդը ապրում է անընդհատ այդ իրողության մեջ անհնարին է որ մի օր դու դրա պատասխանը չտաս։ Մենք անընդհատ հույս ունենք, որ
այնց հայկական ձևի ասած պլստալու ենք եւ այս անգամ ինչ որ կանցնի կգնա, բայց դե անհրաժեշտ է որ հավերժ դու դրա տակից փախնես ու ինչքան դու եթե նույնիսկ ժամանակի ընթացքում ինչ որ բաները մի ձևի այսպես ասած պլստացել ես, այդ նշանակում է որ մյուս անգամը ավելի հզոր է հարվածը լինելու։ Եվ դու չես կարող ուղղակի դրանից խուսափես։ Շատ-շատեր ուղղակի օտարում են այս իրականությունը իրենցից եւ չեն էլ գիտակցում սրա ծանրությունը։ Եվ այս իրականության ամենավատ կողմը նաև այն է, որ մարդիկ ոչ միայն էլիտաները, գործիչներն են, շարքային քաղաքացիները այս ողբերգության աստիճանը չեն գիտակցում, հայելու մեջ չեն նայում, այլ նաև այն է, որ եթե անգամ գիտակցում են, շատերը ուղղակի շատ արագ լուծումներ են փնտրում ու փրկիչների են փնտրում։ Դա նաև ինձ թվում է մի քիչ մեր ազգի խնդիրն է, ոչ միայն այս վերջի տարիների, այլ նաև ընդհանրապես, որ մենք շատ, այսինքն մենք չունենք այդ պետության եւ պետականության մտածելակերպը, մենք չունենք այդ, որը որ միգուցե բնական պատճառներով է, ուղղակի մենք դեռ չենք կարողացած ստեղծել, երբ որ մենք ստացանք մեր երկրորդ անկախությունը, մենք նորից միգուցե հնարավորություն ունեինք ստեղծենք, բայց մենք չգիտեինք ինձ թվում այդ անկախության հետ մենք ինչ պետք է անենք, դες կոպիտ ասած։ Եվ մենք չստեղծեցինք իրականում ազգ, ոնց որ մենք չդարձանք, որը որ իրականում կրում է պատասխանատվություն իր երկրի համար, այսինքն մեզ մոտ չկա դեռ այդ զգացմունքը, որ անհատն է պատասխան իր երկրի համար։ Մենք միշտ, ոնց որ դուք ասացիք, ընտրում ենք միշտ հերոսներին, որը որ պետք է գա եւ մեզ փրկի եւ այդ ժամանակ մենք լավ ապրենք։ Եվ մի անգամ առիթեղի ես ասել եմ, ես հետաքրիր եմ, որ նայում ենք մեր պատմությունը, որ ես այդքան չեմ կարող ասել, որ այդքան խորը գիտեմ, բայց ես անընդհատ զգում եմ, որ մենք կարողանում ենք մենակ շատ լավ գործենք, երբ որ կա արդեն ինչ-որ մի համակարգ, որը որ գործում է։ Բայց մենք ինչ-որ չափով ես հասկանում եմ, որ մենք ունակ չենք ստեղծելու մեր համակարգը։ Այսինքն մեր, այսպես ասած, այդ գործարանը, որը որ աշխատում է, մեր վերջի այդ համակարգը դա խորհրդային միությունն էր, որը որ ինչքան էլ ինքը բացասական եւ նաեւ դրական կողմեր ուներ, ինքը այդպիսին էր եւ դրա մեջ էլի հայերը ինչ որ բարձունքների հասան եւ ստեղծեցին եւ ունեցանք հանճարներ եւ այլն, բայց երբ որ այո, նաեւ բայց երբ որ մեզ ասում են որ գիտեք ինչ ոչ մի բան չկա, հիմա դուք ինքներդ պետք է ամեն ինչ ստեղծեք, մենք չենք կարողանում։ Եվ դա էլ միգուցե բացատրությունն է, ինչի են միշտ հայերը երբ որ գնում են արտասահման, իրանք հաջողում են։ Այո, հաջողում են, որտեվ իրանց, չգիտեմ, ստեղծագործական տաղանդի շնորհիվ, ճկունության շնորհիվ, բայց դա այդ ճկունությունը հետաքրքիր է, այդ ճկունության ինձ թվում է այսպես ասած դրական կողմը նաև գալիս է միգուցե նրանից, որ երբ որ դու երբեք պետություն չես ունենում եւ դու անընդհատ քո միտքդ միշտ աշխատում է ոնց դու կարողանաս գոյատևես եւ նաև տարբեր երկրում, դրանից է դու այդ ունակությունը ձեռք ես բերում։ Բայց դա է, չգիտեմ, ինչքանով ես հասկանում եմ, դա է խնդիրը։ Դուք ասում եք, որ եթե այս աշխարհին տալու բան ունենայք, եթե տալու բան ունեք այս աշխարհին, շատ կուզեք, որ դատակ հայ ժողովրդին։ Ես գիտեմ, որ դուք ունեք շատ մեծ ցանկություն Հայաստանում հիմնելու դպրոց, այլ կերպ ասած համակարգ ստեղծելու, որը կդառնա պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների փոխանակման դարբնոց համակարգ։ Իհարկե, բայց գիտեք, նույնիսկ եթե դու, չգիտեմ, դու դասատու ես եւ դու կրթում ես երեխաներին քո կոնկրետ նեղ մասնագիտության ոլորտում, ես կարծում եմ նույնիսկ այդ դեպքում քո օրինակը որպես մարդ եւ ինչ ես դու քարոզում երեխաներին եւ ինչ ձևի ես դու իրենց մեծացնում, նույնիսկ եթե դու հավելյալ, չգիտեմ, ուրիշ կրթություն իրենց չես տալիս, այլ զուտ մենակ մասնագիտ, դա էլ է շատ մեծ ազդում երեխայի վրա։ Եվ այդ մոտեցումը դեպի աշխատանքը, ընդհանրապես մոտեցումը դեպի գործը, սերը դեպի երաժշտությունը, որ իմ բնակավարն է, եւ այլն, բայց իհարկե
իմ վերջնական ցանկությունը եւ երազանքը նա էր, որ բացի նեղ մասնագիտական կրթությունից, դե որը որ ես ամենաշատը դրանից եմ հասկանում, հույսով եմ, որ հնարավոր լինի մի քիչ ավելի լայն կրթություն տալ եւ դրա շնորհիվ չգիտեմ, միգուցե պատմություն սովորացնել եւ փիլիսոփայություն, ոնց որ նախկինում անում էին, հա, բայց այդ միտքը եւ այդպես կոչված դպրոցը ինձ համար շատերը դպրոց մի քիչ ուրիշ ձևի են հասկանում, որտեղ մենք սովորենք դպրոց որպես կառույց հասկանալ, ես ուզում եմ, որ իրականում ամենասկզբում դրվի այդ ջութակի դպրոցը, որը որ ես եմ ստացել իմ դասատուից Գերմանիայում, պրոֆեսոր Ռիսինից, որը որ ինձ տվել է ուղղակի անվերջ գիտելիքներ եւ ուղղակի ինքը հրաշք մարդ է նաեւ եղել, շատ գիտուն եւ կարողացել է ինչքան որ ես ունակ եմ եղել իրենից սովորել, ինձ սովորեցնել այդ ամեն ինչը կապված է ջութակի եւ տեխնիկայի հետ եւ շատ ավելին, եւ ես կուզենայի շատ, որ այդ իր դպրոցը շարունակություն ունենար Հայաստանում, որտեղ ինձ ամենաշատը հետաքրքրում են հայ երեխաների ապագան եւ դա է միտքը։ Ուղղակի դա իհարկե շատ մեծ բարդություններ ունի, քանի որ ես քանի դեռ ակտիվ գործունեություն ունեմ որպես սոլիստ, որպես երաժիշտ, դժվար կլինի ինձ անձամբ իրականացնել այդ միտքը, որովհետև դրա համար դա չպետք է լինի, որը որ ստեղ շատ անում են իմիջիայլոց Երևանում եւ իհարկե շատ լավ է վարպետության դասերի ձևաչափ կամ ինչ որ ամառային ակադեմիայի ձևաչափ, դա շատ լավ է եթե անում են, բայց ուղղակի դպրոց ստեղծելու համար եւ դպրոց այդ ջութակային դպրոցը տալու համար քեզ պետք է ի վերջո այդ ամեն օրվա աշխատանքը կամ գոնե գրեթե ես որ գնում եմ իմ դասատուի մոտ շաբաթական 2 անգամ դաս ունեի իրեն հետ եւ դա որտեվ ինձ հետաքրքրում է ճիշտ ասած արմատական փոփոխությունը, որտեվ վարպետության դասերով դու ինչքան է կարող ոգևորես երաժիշտներին, բայց դա արմատական փոփոխություն չի տա։ Իսկ ինձ թվում է մեզ ու ոչ միայն ջութակի բնակավարում ամենակարևորը դա է այսօր Հայաստանում։ Ուղղակի դա ոնց ասեմ, այսպես ասած ոչ հետաքրքիր հնչող նախաձեռնություններից է, որովհետև կոմերցիա չի ենթադրում։ Որովհետև ինքը տեսանելի էլ չի բավականին երկար տարիներ եւ գտնել այդ մարդկանց մեր իրականության մեջ այսօր ես համոզված եմ, որ կան, բայց գտնել այդ մարդկանց այդքան էլ հեշտ չի։ Բայց ամեն դեպքում փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Երևի թե ամենադժվար բանը ի վիճակի լինել տեսնել ժամանակ հետո, հավատալ, որ եթե անգամ այս րոպեական չի լինելու արդյունքը, բայց դրանում պետք է ջանք դնել։ Գիտեք, նույնիսկ ոչ թե տեսնել հետոն, այսինքն հա, իհարկե դու ունես այդ տեսլականը եւ դու հույս ունես, որովհետեւ ճիշտ ասած դա նաեւ այն գործերից է, որ դու երաշխիք չունես, որ դա իրականում կլինի այն արդյունքը, որը որ դու քո մեջ պատկերացնում ես, բայց ամեն դեպքում ոչ թե ինձ թվում է ամենակարևորն է տեսնել այդ հետոն, այլ ինձ թվում է ամենակարևորն է տեսնել, որ դա այլընտրանք ուղղակի չունի։ Այսինքն, եթե դու ուզում ես քո երկրում ստանաս արմատական որակական փոփոխություն, դա այլընտրանք ուղղակի չունի։ Ինձ թվում է դա է ամենակարևորը, որը որ մարդիկ, որոնք որ պետք է աջակցեն կամ իրենք էլ դա անեն, պետք է հասկանան ուղղակի։ Գիտեմ, որ ձեզ համար շատ կարևոր է Հայաստանի մարզերից չկտրվելը եւ դրա համար է, որ դուք կարծեմ երկրորդ տարին անընդմեջ մարզային համերգներ եք կազմակերպում։ Դա սկսեց իհարկե բավականին ուշ, երևի ես մի քիչ ուշ այդ ամեն ինչը հասկացա եւ չնայած այդ միտքը արդեն վաղուց կար, բայց դեռ չէր իրականանում
Եվ ի վերջո իմ պատճառով, բայց եղել են համերգներ, որ շատ տարիներ առաջ, որ մենք գնացել ենք եւ տվել ենք Գյումրիում եւ նաեւ ընկերներով հավաքել էի մի տարի եղել էր, որ հավաքել էինք նվագախումբ, որտեղ որ էլի շրջակայություն արեցինք, նույնիսկ այն ժամանակ գնացինք Արցախ, Ստեփանակերտում էլ համերգ տվեցինք, դա շատ տարիներ առաջ էր, բայց հետո ոնց որ միշտ Երևանում էին համերգները լինում եւ վերջի տարիներին դեռ մինչեւ պատերազմը ոնց որ ես կամաց սկսեցի ջրի մեջ արթնացավ այդ գիտակցությունը միգուցե որ Երևանը բավականին լեցուն է համերգներով եւ շատ բաներ են կատարվում, փառատոներ եւ միջազգային անուններ են գալիս եւ այդ առումով շատ հագեցած է քաղաքը, բայց երաժշտական կյանքի առումով, բայց մարզերում հատկապես, Գյումրին էլ դեռ ինչ-որ չափով կա, բայց մարզերում հատկապես ավելի հեռու, որ Սյունիքն է, այնտեղ մարդիկ այդ հնարավորությունը չունեն եւ ցավոք պետք է ասեմ, որ այն ժամանակ, ճիշտ ասած հիմա մի քիչ ավելի ակտիվություն կա Կապանում տարբեր համերգներ տեղի ունենում են այդ փառատոնի ձևաչափով, բայց ես հաշվում եմ, որ գոնե մենք հայ երաժիշտները պետք է գնանք եւ այդ ամեն ինչը անենք եւ շատ ուրախ եմ, որ այն ժամանակ, երբ որ այդ միտքը ես արդեն բարձրաձայնեցի, ֆիլհարմոնիկը համաձայնվեց եւ սկսեցին գնալ։ Եվ իհարկե պատերազմից հետո իմ համար էլ ավելի դարձավ կարևոր, չգիտեմ, երաժշտությամբ միգուցե կիսվել այդ ցավի հետ, որը որ մենք ապրում ենք եւ հատկապես Սյունիքի մարզը եւ բացի իհարկե դրանից է ուղղակի Սյունիքը իմ ամենասիրված տեղն է եւ ես միշտ ասում եմ, որ ինձ թվում է, որ իմ հոգին Սյունիքում է ապրում եւ դրա համար միշտ Տաթևի վանքի հատվածը եւ բնությունը եւ այդ լեռները դա իմ էությունն է, հա։ Եվ նաեւ դա իհարկե ինձ էլ է վերալիցքավորում որպես անձ շատ դա մեծ եռանդ է տալիս։ Խոնարհված վանքերն էլ միտք կար միգուցե այնտեղ տարբեր գործեր կատարել այս սոլո ջութակով եւ տենց միտք եկա, որ հիմա մտածում ենք ոնց իրականացնենք, որտեղ մենք ուղղակի ունենք հրաշալի տեղեր եւ բացի հրաշալի եւ գեղեցիկ լինելով իրանք շատ ոգևոր են, համենայն դեպս իմ վրա իրանք շատ ուժեղ ազդեցություն ունեն եւ դրանով էլ ես ճիշտ ասած զգում եմ այդ կապը իմ երկրի հետ եւ իմ հողի հետ եւ փորձենք զարգացնել այդ։ Դուք թեև ասում եք, որ շատ կարևորում եք, որ այն զգացմունքները, որոնք ունեք հայրենիքի հանդեպ, փոխանցեք նաեւ ձեր երեխաներին, այսինքն շատ ուրախ կլինեք, եթե իրենք էլ ունենան այդ զգացումները։ Հաջողվում է այդ դաստիարակությունը կազմակերպել հատկապես հայրենիքից հեռու։ Գիտեք, ես դեռ ինքս չեմ հասկացել ինչքան է դա այդ զգացմունքը կապված դաստիարակության հետ։ Ես համոզված եմ, որ ինչ որ կապ ունի, բայց որովհետև ես օրինակ կարող եմ ասել, որ այն զգացմունքը, որը որ ես դեպի Հայաստանը իմ մեջ վերածնվեց, միգուցե կամ ծնվեց, որտեվ դե երիտասարդ ժամանակ դու շատ այդ քանի մասին չես մտածում եւ չես ապրում այդ ամենայն դեպս մոտ տենց չէր, միգուցե ուրիշ մարդկանց մոտ կա այդ ամենասկզբից։ Հետո ես շատ քիչ բան եմ հիշում իմ առաջի 7.5 տարվանից, որը որ ապրել եմ, ծնվել եմ եւ ապրել եմ Երևանում, Հայաստանում։ Հետո մենք մեկնեցինք Գերմանիա, այնտեղ իհարկե դու մեր կյանքն այնպես էր, որ ես զարգանում էի որպես ջութակահար եւ համերգներ, փոքր համերգներ, հետո մի քիչ ավելի մեծ համերգներ եւ այն հետո մրցույթներ եկան այդ ժամանակ ոնց դու շատ այդ բաների մասին չես մտածում եւ իմ սերը դեպի իմ հայրենիքը
ի վերջո եկավ այն ժամանակ, երբ որ ես վերադարձա, բայց ոչ թե միանգամից, ոչ թե որ ես վերադարձա ես այդ զգացմունքը սկզբից չեմ ունեցել այդքան։ Ես իհարկե շատ ուրախ էի, որ մենք մի քանի տարի հետո չկարողանալուց հետո վերադառնալ Հայաստան, մենք վերադարձանք, դա 98 թիվներ, եթե ճիշտ եմ հիշում, եւ դրանից հետո ես ամեն տարի եկել եմ համերգներ եմ նվագել, գրեթե ամեն տարի ինչքան եկել ենք, բացի իմ ամուսնության տարվանից, ես միշտ համերգով եմ եկել եւ սկզբից իհարկե այդ կարոտներ դեպի տատիկը, պապիկը, որ մենք վերադառնում ենք եւ այլն, դեպի մորաքրեր եւ զարմիկ եւ արդեն զարմուի եւ այդ ամեն ինչն էր ոնց որ ավելի շուտ կապը Հայաստանի հետ, բայց հետո սերը դեպի Հայաստանը ես ուղղակի իմ մեջ դա սկսվել է հատկապես այն ժամանակ, երբ որ ես դուրս եկա Երևանից եւ այստեղ հասկացա, որ այդ ամեն ինչը ինչ որ այդ բնությունը, որը որ ես տեսնում եմ, ասես պահ եղավ, դա հատկապես երբ որ այն ժամանակ դեռ Տաթև չէի գնացել, բայց սաղ Մուսավանքում էի եւ դու զգում ես, երբ որ դու նայում ես եկեղեցուն եւ այդ ճեղքը, որը որ կողքով անցնում է, զգացմունք է գալիս, որ այդ ամեն ինչը ոնց որ քո մեջ է ապրում կամ դու այդ ամեն ինչից ես ծնվել, բայց դա չգիտեմ ինչքանով դա դաստիարակության հարց է, իհարկե ծնողներս ինձ դաստիարակել են հայկական ձևով եւ այդ հայկական ձևը եղել էր այն կարելի ասել այն ժամանակվա լավագույն այդ խորհրդային միության Հայաստանի միգուցե արժեքներով, բայց արդյոք այդ դաստիարակությունը եւ հետո այդ զգացմունքը իրար հետ այդպիսի կապ ունեն, չգիտեմ, եւ դու կարող ես դաստիարակությամբ միգուցե գիտակցություն սովորեցնես կամ գիտակցությունի բերես տարբեր արժեքների առումով, բայց ինձ թվում է այն ինչ որ իմ մեջ է կատարվել եւ կատարվում, չգիտեմ ինչքանով դու դա կարող ես մարդու մեջ ներարկել հարմատական, ներարկել։ Ձեր խոսքում միշտ նկատել եմ շնորհակալության զգացումը եւ նաեւ պատկանելության զգացումի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեք։ Մինչդեռ սպառողական ժամանակներում, գլոբալիզմի ժամանակաշրջանում այդ երկու զգացումն էլ թիրախավորվում են, հատկապես պատկանելության զգացումը, ազգային պատկանելության։ Այդ ուղղությունը իհարկե հատկապես իսկ ասում եմ Հայաստանում էլ է արդեն ինչ-որ չափով առկա, բայց դե Եվրոպայում դա շատ ավելի զարգացած է։ Եվ իմ համար ես դա իհարկե ցավով եմ տեսնում, որովհետև ես կարծում եմ, որ անհատի հետաքրքիր ոնց որ հետաքրությունը անհատի նրանում է, որ ինքը տարբեր մշակույթներից է գալիս եւ այդ ամեն ինչը փորձել այսօր լղոզել եւ դարձնել, այսպես ասած, աշխարհի մարդկանց, ես կարծում եմ, որ դա շատ մեծ կորուստ է մարդկության համար ընդհանրապես։ Իմ առումով ես ոնց որ շատ եմ դա ասել, ուղղակի ես զգում եմ, որ այն տեսակը, որը որ ես կամ բոլոր իմ թերություններով, բայց այն զգացողական աշխարհը դա որը որ ես ունեմ եւ կրում եմ իմ մեջ, դա շատ մեծ կապ ունի հայ ոնց որ հայ լինելու եւ այս հողից ծնվելու մեջ եւ դրա համար դա շատ մեծ արժեք է, որտեվ ինձ թվում է, եթե ես կարող եմ ինչ-որ մի բան արժեքավորեմ իմ մեջ, որը որ ես ունեմ, դա ինձ թվում է այդ զգացմունքն է, որը որ ինձ նաև հետո ատեն ջութակի միջով ես կարողանում եմ փոխանցել մարդկանց եւ ունենալ այդ ապրումները, որտեղ ես կարծում եմ առանց հայ լինելու, առանց իմ ծնողները ունենալու, որոնց որ ես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ես ամեն դեպքում կարող է էլի շատ, չգիտեմ, էլի միգուցե ջութակար կլինեի եւ
լավի վատի հարցը չի, ուղղակի այս տեսակը չի ունենա։ Դրա համար ես ոչ մի ուրիշ ազգություն չի ուզենա, թե ես մի անգամ էլ վերածնվեմ, չի ուզենա լինել։ Բոլոր մեր խնդիրներով եւ բոլոր մեր նաեւ բացասական կողմերով, որ մենք ունենք, բայց կարծում եմ, որ դա մեծ արժեք, դա իմ երևի ամենամեծ արժեքներից է, որ ես ունեմ։ Ես գիտեմ, որ ձեր երեխաներին վերջերս տալիք Սարդարապատ։ Տարել ենք։ Կար հատուկ խորհուրդ հենց դրա համար ընտրեցիք Սարդարապատը։ Դե հայկին հիմա մի քիչ տենց հետաքրքրում է, ես փորձում եմ իրեն տենց մենք գրքեր ունենք մանկական, դե Հայկ Նահապետի մասին, Սասունցի Դավթի մասին եւ այլն, դե ինքը տենց մի քիչ թշնամիների դեմ կռվել եւ այլն, տենց բաների մեջ է, եւ դե Սարդարապատն է այդ առումով հաղթական խորհրդանիշ է։ Հետո իհարկե այս մեջ չնայած Հայկը դա դեռ այդքան չի հասկանում եւ մենք շատ այդքանի մասին չենք խոսում, չնայած երբ որ Եռաբլուրի կողքով անցնում ենք, Հայկը հարցնում է, բայց սա ինչ է եւ այլն, ու այդ ժամանակ դու չես կարող համենայն դեպս ես չեմ էլ ուզում ինչ որ մի ուրիշ հեքիաթ իրեն պատմեմ եւ որտեւ ինքն է ինչքան է փոքր է, բայց ինչ որ չափով պետք է իմանա իրականությունը որն է, բայց համենայն դեպս ես կուզենայի, որ նաև մենք կենտրոնանայինք իրականում դրական բաները, որը որ մեր ազգը ունեցել է, նաև հաղթանակների առումով եւ միգուցե դա էր միտքը, հետո ես հաշվում եմ, որ նաև ճարտարապետական ինքը շատ հետաքրքիր կառույց է նաև, դա մենք մտանք թանգարանն էլ մի քիչ նայեցինք, ճիշտ է, երևի մի քիչ երեխաների համար դեռ շուտ էր, բայց հիշողության համար կարևոր է։ Դա միգուցե դա տպավորվում է, միգուցե չի տպավորում, միգուցե իրանք դա կմոռանան, մյուս տարի ոչ եկը հիշեն, որ տենց տեղեր եղել են, բայց միգուցե մենք դա մեզ համար ենք անում, դա էլ կարող է լինի, չգիտեմ։ Սերգեյ, ամփոփելու համար մեր հաղորդումը ես անկեղծ մի բան կասեմ։ Վերջերս իրականում շատ ավելի դժվար է դարձել արվեստի, մշակույթի գործիչների մարդկանց հետ զրուցելը, որովհետև մի դեպքում դու ուղղակի ուզում ես խոսել միայն իրենց գործունեության մասին, իրենց արվեստի մասին, այն ահռելի ժառանգության մասին, որոնք իրենց գործունեությամբ ստեղծում են ու թողնում են։ Դա շատ կարևոր է եւ դա ամենամեծ շքեղությունն է հիմա ուղղակի նստելու այդ մասին խոսել։ Ես երազում եմ այդպիսի շքեղություն ունենալու հնարավորության մասին։ Բայց ցավոք, երբ որ անահոսում է քո պետությունը, օրգանիզմի իբրև, շատ դժվարանում է միայն դրա մասին խոսել եւ ուղղակի ինչպես դուք եք նշել, առանց մեր հիշողության, առանց մեր ինքնության ապրելու իմաստը ու ստեղծագործելու իմաստը կորում է։ Եվ իմ հարցը առաջին հենց նաեւ դրա համար էր, որ շատ կարեւոր է, որ առանձին մարդկանց ելույթները, խոսքը, տեքստը ոչ թե դառնա բացառիկ մի բան կամ հերոսություն, այլ դառնա շատ բնական ու օրինաչափ մի բան, ինչպես որ բժիշկը պիտի արյունահոսությունը կանգնեցնի, այնպես էլ մշակույթի արվեստի գործիչը պիտի հաշտ չլինի այս իրողությունների հետ։ Ես շնորհակալ եմ, որ դուք համաձայնեցիք գալ ու խոսել։ Ես էլ շնորհակալ եմ։ Ու վերջում մի գիրք որոշեցի ձեզ նվիրել, իրականում շատ արժեքավոր գիրք է, ու ինձ համար շատ կարևոր էր, որ նվիրեմ այնպիսի մարդու, որը կգնահատի այս գիրքը ու ինչ-որ իմաստով նաև մասունքի պես կվերաբերվի։ Գրքում 44-օրյա պատերազմի հերոսների կյանքի պատմություններ են։ Ես կարծում եմ, որ երբ ձեր երեխաները կմեծանան, այս գիրքը օգտակար կլինի ոչ թե տխրությամբ կարդալու այս էջերը, այլ շնորհակալության զգացումով, որ մենք ունեցել ենք այսպիսի հերոսներ, դա կօգնի, կարծում եմ, ավելի լավ հայ լինելու եւ ապագայի մասին ավելի արժեքավոր պատկերացումներ ունենալու տեսանկյունից։ Շատ շնորհակալ եմ։